Բարեկեցությունն է բոլորի, առանց բացառության բոլորի, ամենահարուստից սկսած, ամենաաղքատից վերջացրած, որովհետև ընդ որում նույն ձևի մարդը կարա Bentley ունենա եւ Rolls-Royce ունենա, բայց մեկը ինչքան էլ հարուստ լինես, չես կարա քեզ համար Երևան, Սևան առանձին կամ Երևան Բագրատաշեն առանձին մայրուղի, չկա տենց մարդ։ Մի անգամ բանի խորհրդակցություն հանդիպում էր, էլի ներկաներից մեկը խոսած սենց ասեց հարուստներին էս անենք, նկատի ունի, որ հարուստները, ասացի մի րոպե, Հայաստանի Հանրապետությունում ամենահարուստները, ասացի Հայաստանի Հանրապետությունում ամենահարուստը Հայաստանի Հանրապետությունն է, ճիշտն ասած ընդեղ ուրիշ ձև եմ ասել, այստեղ չեմ կրկնի թե ոնց եմ ասել, որովհետև բաների տեղիք կտա, բայց իմաստը է դա, չկա տենց, ով հարուստ են, դե հարուստ են թող իրանց համար բան անեն, օդանավակայան կառուցեն, հանրային Հայաստանի Հանրապետության օդանավակայաններից թող չօգտվեն, հարուստ են դե թող ամեն մեկ իրանց համար օդանավակայան կառուցեն, ամեն մեկը Երևանում իրանց համար այլընտրանքային ճանապարհ կառուցեն, ամեն մեկը իրանց ուր են գնում, Ծաղկաձոր են գնում, ուր են գնում հարուստները, չգիտեմ, ուր որ գնում են, կարճ ասած, դեպի հանրապետությունից, իրանց տնից մինչև օդանավակայան թող կառուցեն ճանապարհ, հա, սրանից հետո պետք է ասել, ով ասում է հարուստ եմ, տենց ուժեղ եմ հարուստ եմ, ասում դե կառուցի քեզ համար ճանապարհ, օդանավակայան կառուցի, ճանապարհ կառուցի, ուր գնում ես միայն քո կառուցած ճանապարհով։ Էլ չեմ ասում, եթե ես չընդունեմ, եթե պետությունը այդ ճանապարհները չկառուցի, բանն է մնալու, այդ ձեր Bentley-ներից հետևի stop farm-ն է մնալու, ուրիշ ոչ մի բան չի մնալու։ Նույնն է վերաբերվում ամեն աղքատներին, բա որ հարկ չվճարի, սոցիալական բան կա, ապահովություն կա, վերջը նպաստ կա, առողջության նվազագույն կա, վերջը եւ այլն, բա որտեղից վճարենք, ժողովուրդ ջան, որտեղից վճարենք։ Եվ հետևաբար պետք է հասկանանք, էս է համակեցությունը, այ ամենահարուստը եւ ամենաաղքատը էս կապով են կապված, երկրում հարկային համակարգ կա եւ հարկային համակարգի ծախսման մեխանիզմ կա, թե չէ, երկու ամենահարուստի էլ ամենաաղքատի բարեկեցությունը, կա էս հարուստը ինչ ասես իրա վրա կարա ծախսի, բայց ինքը չի կարա բարեկեցիկ կյանքով ապրի, եթե պետությունը իր գործառույթները բյուջետային ծախսերի միջոցով չիրականացվի։ Եվ սա պարզ գիտակցում է, որը մենք պետք է կարողանանք հնարավորինս լայնորեն տարածել մարդկանց մեջ, համեցեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, դուք նշեցիք պատմության դրվագներ հարկ հավաքելու հետ կապված, ես կարծում եմ, որ այդ նույն տրամաբանությունը գործում էր մինչև 2018 թվականը, եւ դա է նաեւ պատճառը, որ հանրության վրա այդքան թանկ էր նստում այդ հարկերը հավաքելը, որը պարոն Հակոբյանը ցուցանիշները ներկայացրեց։ Ես երկու բան եմ ուզում ասեմ նաեւ գնումների հետ կապված, իհարկե պարոն Խաչատրյանը գրեթե ամեն ինչ ասեց։ Մեզ համար ժամանակի գործոնը շատ կարեւոր է եւ մենք մեր համար կատարողական ցուցանիշ ենք սահմանել գնումների ընթացակարգի երկարությունը եւ դրանով ենք չափելու ինչքանով է մեր գնումների համակարգը լավ աշխատում։ Եվ իհարկե մենք ունենք որակի հետ կապված բոլոր կառուցակարգերը, բայց տեսնելով, որ այդ կառուցակարգերից օգտվելը բարդ է մեր արգելի գործընկերների համար, մենք փորձել ենք ավելի կիրառական մեխանիզմներ դնենք, օրինակ շրջանակային համաձայնագրեր կունենանք, որտեղ մարմինները տարբեր ապրանքների գծով պայմանագրեր ստորագրած կլինեն տարբեր կազմակերպությունների հետ, որոնք ունեն լավ հեղինակություն եւ այդ ապրանքների մատակարարն եւ իրենց մեջ կլինի այդ բանը, որը շատ նման է նաեւ դրան ինչ որ անում ենք շինարարության ոլորտում եւ իհարկե մեր խորհրդատվական գործունեությունը, որպեսզի օգնենք այդ որակական չափանիշները ճիշտ նկարագրել, որտեղ իրոք այո համաձայն ենք այն մտքի հետ, որ այդ ասացվածքը, որ ասում եմ մենք այդքան հարուստ չենք, որպեսզի էժան բան առնենք, դա տեսանյութերեն երևում է մեր գնումների գործընթացի արդյունքների մեջ։ Ավելացնեմ, որ